Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու գտնվող եւ արդեն հայտնի դարձած մեգալիթյան այդ հուշարձանը առեղծվածային է բոլոր առումներով։ Առեղծվածային է նրա տարիքը, կառուցվածքը, կիրառման նշանակությունը եւ նույնիսկ անվանումը։ Արդյոք սա աշխարհի հնագույն աստղադիտարանն է, թե մեր նախնիները այս հուշարձանի միջոցով փորձել են արտացոլել երկնային համաստեղություններից մեկը։ Իսկ միգուցե այն 4000 տարվա արքայական դամբարանադաշտ է Հայաստանում հայտնաբերված առաջին նեկրոպոլիսը, մեռյալների քաղաքը։ Ուղևորվենք Զորաց քարեր, փորձենք բացահայտել առեղծվածի եւ իրականության հատման եզրը։ Զորաց քարեր, Սյունիքի մարզ, հեռավորությունը Երևանից 220 կիլոմետր, ուսումնասիրությունները սկսվել են 20-րդ դարի սկզբին, հուշարձանի թվագրությունը եւ կիրառական նշանակությունը դեռևս անհայտ է։ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը Սիսիան քաղաքից 3 կիլոմետր հյուսիս է։ Այն բավական մեծ տարածք է զբաղեցնում, ավելի քան 3 հեկտար։ Ուղղահայաց դասավորված 200-ից ավելի քարերը ցնցող տպավորություն են թողնում։ Դրանք բազալտից են։ Որոշ քարերի բարձրությունը հասնում է 3 մետրի եւ կշռում մինչեւ 10 տոննա։ Քարերի մի մասի վրա երևացող անցքերն էլ գիտական ու մերձգիտական բանավեճերի պատճառ են։ Քարերի մի մասի վրա 6-ից 8 սանտիմետր տրամագծով անցքեր են։ Ճեղքերը փորվել են քարերի երկու կողմից, կոնաձև նեղանալով մինչև միմյանց հետ հատվելը։ Արդյոք այդ անցքերը երկնքի որոշակի կետերի նայելու համար են, իսկ միգուցե ունեն այլ նշանակություն։ Քարերի անհասկանալի անցքերի առեղծվածը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում փորձեց բացահայտել ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա հայտարարեց, որ սրանք աստղագիտական գործիքներ են։ Այս քարերի տեղադրվածությունը պատահական չէ, դրանք նշանառության համակարգ են ներկայացնում։ Քարերը հատուկ կերպով այնպես են դասավորված, որ տարվա մեջ միայն մեկ օր, մարտի 21-ին, գիշերը հավասարի օրը, հնարավոր էր տեսնել արևը։ Ըստ Հերունու կատարած հաշվարկների, մոտ 7500 տարի առաջ, ամառային արևադարձի օրը, արևը ծագում էր կենտրոնական, ձվաձև շարվածքից հյուսիս-արևելք բացվող միջանցքում։ Այս դիտակների շնորհիվ մեր նախնիները որոշել են ամառային եւ ձմեռային արևադարձերի օրը։ Փաստորեն ստացվում է, որ մեզնից 7500 տարի առաջ, միջնադարյան Եվրոպայի աստղագետներից հազարավոր տարիներ առաջ, մեր լեռնաշխարհում բնակվող մարդիկ իմացել են երկրի գնդաձևության, ինչպես նաև այն մասին, որ տարին բաղկացած է 365-ին գումարած 0.25 օրվանից։ Եթե այդ տարածքում այդ քարերը, որոնց վրա անցքեր կան եւ այլն, դիտարկենք որպես աստղադիտարան, կա մի կարևորագույն առանցքային պայման։ Ցանկացած դիտակ պետք է լինի անշարժ բնության մեջ, որբիսի եթե նա 1000 տարի առաջ, 10000 տարի առաջ որևէ ժամանակ, որևէ երկնակամարի որևէ հատված, հորիզոնի որևէ հատված մենք դիտարկել ենք, նա պետք է անշարժ լինի, որ մենք հաշվարկ անենք եւ մտածենք, թե եւ արդեն տրամաբանությամբ, արտարկման միջոցով կամ որևէ այսպես բանով հասկանանք, թե ինքենք ինչ են դիտել։ Ուրեմն հուշարձանի տարածքը գտնվում է երկրաբանական խզվածքի վրա, որում ամենախոշոր խզվածներից մեկի վրա։ Երկրաբանների հետ մենք այդ տարածքներում աշխատել ենք։ Այնտեղ այնքան շատ է երկրաշարժ եղել, այդ քարերն էլ բոլոր դեպքերում դրված են։ Այդ երկրաշարժերը, այդ քարերը հարյուրապատիկ անգամ, 1000 անգամ տեղաշարժ են արել, այսինքն նրանք իրենց հիմքից արդեն ցնցված են եւ այն նախասկզբնական դիրքում չեն, ինչ այսօր մենք տեսնում ենք։ Այսինքն հաշվարկ կանել մի բանի հիման վրա, որը կայուն մեծություն չէ, այսինքն դա ժայռ չէր, որ
ասենք կիլոմետրերով իջնում է հողի տակ եւ ինչ էլ լինի ցնցումները նրան չեն տեղաշարժի եւ այլն, այդ դեպքում ենթադրենք դրա մեջ արդեն կարելի է տրամաբանություն տեսնել։ Սա բացառում է դա որպես դիտարկման օբյեկտ այդ ցածված քարերը դիտարկելը։ Մեզ պակաս գայթակղիչ չթված նաև հուշարձանի նոր անվանումը՝ Քարահունջ։ Խոստովանեք, որ շատերը հիշեցիք հանրահայտ Սթոուն Հենջը։ Աստղադիտարանի վարկածի հեղինակները պնդում են, որ բրիտանական հայտնի Սթոուն Հենջ հուշարձանը իր անվանումը ստացել է Քարահունջից, դեռ ավելին, Սթոուն Հենջը կառուցել են Արմենիայից գնացած բրետոնները։ Միգուցե այդքան հեռու գնալու փոխարեն փորձենք հասկանալ, ինչպես է հայերեն ստուգաբանվում Քարահունջ բառը եւ ինչ կապ ունի այն հուշարձանի հետ։ Սյունիքի մարզում Գորիսից 30 կիլոմետր հեռավորության վրա իսկապես կա Քարահունջ անունով գյուղ։ Ստեփանոս Օրբելյանը այս գյուղին տալիս է Քարունջ անվանումը։ Այստեղ աստղադիտարան հիշեցնող որևէ հուշարձան մենք չհայտնաբերեցինք։ Փոխարենը հրաշալի բնական միջավայր ունի գյուղը, ոլորանների վրա մեծ ժայռաբեկորի տակ ծվարած։ Քարահունջ գյուղը, եթե դուք նայեք լեզվաբանների կատարած աշխատանքները եւ այլն, կամ Քարունջ երբ որ ասում են Ստեփանոս Օրբելյանի մոտ հիշատակված եւ այլն, կնշանակի քարի տակ։ Քարին տակ, այդպես հայերեն։ Քարունջը Քարահունջ է դառնում եւ այլն, բայց այդ ամբողջը ի սկզբանե նշանակել է քարի տակ։ Քարին տակ, այդ գյուղերն էլ ունենք հիմա։ Եվ դա լեզվաբանները վաղուց ցույց են տվել, հոդվածներ կան գրված եւ այլն։ Հնագետները հուշարձանը հակված են անվանել ոչ թե Քարահունջ, այլ Զորաց քարեր։ Ինչու՞, ինչ զորքի մասին է հուշում այս բարձր հուշարձանաքարերի խումբը։ Այդ հուշարձանը շատ լավ հուշարձան է։ Հայաստանի այսպես տպավորիչ եւ հետաքրքիր հուշարձաններից մեկն է։ Ինչու է տպավորիչ, ինչ է հետաքրքիր, ասեմ ձեզ, որ այնտեղ ունենք այդ դամբարանները, մեծ քանակությամբ բացված արդեն տեսնում ենք, որ ժամանակին թալանված դամբանասրաններ են, հսկայական մեծության, 13-14 մետր երկարությամբ, այդպես խցեր են դրանք։ Այդպես խցեր կառուցում են միայն երևելի մարդկանց համար։ Հիմա մենք Զորաց քարերի դեպքում մենք ունենք ոչ թե դամբարանադաշտ, այդ խոշոր դամբարանների, այլ ունենք փողոցներով իրարից անջատված դամբարանների շարքեր, այսինքն նեկրոպոլիս, ինչպես ընդունված է, ասենք հունական միջավայրում, որ ասենք քաղաքի մեջ, քաղաքյան միջապես արևանությամբ, ասենք այնտեղ կար ակրոպոլը եւ նեկրոպոլը, չէ, ասենք վերևում եւ ներքևում այդ նեկրոպոլը, ասենք դամբարաններ։ Այդպիսի մի տպավորություն է թողում, որ մենք ունենք մերյալների քաղաք։ Հուշարձանը ինքը գիտական հանրությանը եւ գիտնականներին հայտնի էր դեռևս անցյալ դարի, այսինքն 20-րդ դարի սկզբներից սկսած, այդ ժամանակ ժողովուրդի տարածքներին ասում էր, ասենք Ղոշունդաշ։ Այդպես Ղոշունդաշ անունով արդեն մասնագիտական գրականության մեջ մտավ։ Հետագայում, երբ որ ավելի այսպես հայախոս բնակչության հետ են խոսում այլ գյուղերի եւ այլ բնակիչներ, որոնք արդեն հայեր են եւ իրենց անունը ունեն տրված այդ տարածքներին, նրանց համանել են Զորաց քարեր։ Այդ մարդկանց մեջ շրջանառվում էր լեգենդ, որ այստեղ եղել է շատ կարևոր տեղ, այստեղ թաղվել են շատ այսպես հայտնի զինվորական մարդիկ, այսպես եւ այդ քարերը դրված են նրանց պատվին, այդ պատճառով էլ այս տարածքները մենք անվանում ենք Զորաց քարեր կամ Զորքերի քարեր, եթե թարգմանենք Ղոշունդաշը։ Նախ էլ բացառում եմ Զորաց քար թարգմանությունը։ Չենք խոսում նրա մոդիֆիկացված ձևի մասին, Զորաց քարեր։ Սա ուղղակի մոդիֆիկացված է, որտեղ ես քննադատում եմ թուրքերենը Ղոշունդաշ, դաշ բառը քար է նշանակում, այսինքն եզակի թվով ու թարգմանիչները այստեղ ճիշտ են թարգմանել քար, առաջին թարգմանիչները։ Հետո տեսան չէ, որ խելքին մոչին դա 200 հատ քար է, 200 քարեր են, պետք է ասել քար է։ Բայց վերջին 2-3 տարվա ընթացքում նոր դա դարձավ Զորաց քարը, դարձավ Զորաց քարեր։ Հիմա այս օֆիցիալ էս անվանումն է։ Ղոշուն բառը թարգմանում է շարք։ Իսկ իրենք թարգմանում են զորք, շարքը ինչպես է զորք դարել անհասկանալի։ Դաշ բառը թուրքերեն քար։ Եթե Ղոշուն բառը դիտարկենք որպես շարք, մենք պետք է այս կառույցի անվանումը թարգմանենք քարաշարք, քարահունջ։
Այսպիսով դիք քարերով առեղծվածային հուշարձանի անվանման շուրջ տեսակետները տարբեր են։ Գիտնականների մի մասը, ինչպես ժողովուրդը, այն անվանում է զորաց քարեր, մյուսները քարահունջ։ Իդեպ դիք քարեր, ցից քարեր անվանումը տվել են տեղացիները։ Վերջերս մի նոր անվանում է շրջանառվում, որը դարձյալ կապ ունի աստղալից երկնքի ուսումնասիրության հետ։ Ես ուշադրություն դարձրեցի կառույցում արկա քարի անսովոր դասավորվածության վրա։ Մենք մտածեցինք հետևյալը, որ այս անսովոր դասավորվածությունը չէ կարող ենթարկվել այն սկզբունքին, հների այն սկզբունքին, որ ինչ որ երկնքում է, այն էլ երկրի վրա է։ Ուրեմն սա կարող է մի ինչ որ համաստեղության արտապատկել լինել երկրի վրա։ Եվ առաջին իսկ փորձը դիտարկումը ես մի անգամից դուրս եկա պատահաբար թե ինչ դուրս եկա հենց ճիշտ համաստեղության վրա։ Դա Կարապի համաստեղությունն է։ Վարկածներից մեկի համաձայն հուշարձանի կառուցվածքը արտացոլում է Կարապի համաստեղության աստղերի դասավորվածությունը։ Այդ վարկածի կողմնակիցները առաջարկում են հուշարձանը անվանել Անգղի քարաունջ, որովհետև հին հայկական եւ շումերական աղբյուրների համաձայն Կարապի համաստեղությունը կոչվում էր Անգղի։ Զորաց քարեր հուշարձանը աստղադիտարան ծիսարան համարողները պնդում են, որ եթե Անգղի կամ Կարապի համաստեղությունը արտացոլենք այս տարածաշրջանի աշխարհագրական քարտեզի վրա, կստանանք հետևյալ պատկերը։ Եթե մենք վերցնենք Անգղի համաստեղությունը եւ տեղադրենք քարտեզի վրա, այնպես որ կենտրոնական աստղը համընկնի կառույցի հետ եւ ուղենք թևերը հյուսիս-հարավ, ինչպես կառույցում է, ապա այս համաստեղության ամենապայծառ աստղը կոչվում է ալֆա։ Դենեբը կհամընկնի Անգեղակոտ գյուղի հետ։ Երկրորդ ամենապայծառ աստղը Ալբիրեո աստղը համընկնում է Բրոն գյուղի հետ։ Այս աստղը համընկնում է Պորտակար տարածքի հետ։ Մենք ձեզ հետ միասին այժմ կշրջենք Սյունիքի մարզում, կայցելենք Բրուն, Անգեղակոտ գյուղերը եւ Պորտակար։ Ասում են, այդ երեք կետերն էլ անմիջական կապ ունեն զորաց քարերի, քարահունջի, ավելի ճշգրիտ Անգղի համաստեղության հետ։ Կփորձենք ինքներս բացահայտել այդ ամենը, կփորձենք հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն հուշարձանի քարերի վրայի անցքերը։ Եթե զորաց քարերը աշխարհագրորեն համընկնում են Կարապի Անգղի համաստեղությանը, ապա այդ համաստեղության ամենապայծառ աստղին Դենեբին աշխարհագրորեն համընկնում է Անգեղակոթը։ Եթե դա այդպես է, այստեղ պիտի լինեն զորաց քարերին նմանվող քարեր։ Անգեղակոթի այս հնագույն գերեզմանոցը ժողովուրդը համարում է սրբատեղի եւ ասում, որ այստեղ թաղված են Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի մասունքները։ Մինչև օրս մարդիկ հիվանդներին բերում են այստեղ, պտտեցնում եւ ասում, որ հիվանդություններ են բժշկվում։ Չնայած ըստ մեկ այլ զրույցի սա Վասակ Սյունու գերեզմանն է։ Բայց ամենահետաքրքիր հուշարձաններից մեկը այն բարձր սյան վրա գտնվող խաչքարն է։ Գնանք այդ խաչքարի մոտ։ Այս հուշարձանը շատ հետաքրքիր է նրանով, որ կարծես իր մեջ ներառել է տարբեր ժամանակներ։ Խաչքարի տակ դրված խոյականման սյունը շատ ավելի հին է իր քարահունջանման անցքով։ Տակի քարը նման է վիշապաքարի։ Եվ ընդհանրապես այս գերեզմանոցը հետաքրքիր է նրանով, որ նախաքրիստոնեական ծիսանշանները սահուն կերպով անցնում են քրիստոնեական դարաշրջան։ Արդյոք այս բոլոր հուշարձանները կառուցողները գիտեին, որ աստղային երկինքը բաժանված է համաստեղությունների եւ քարերի անցքերից հետևում էին երկնքին, թե ավելի հավանական է, որ այս վայրերը պարզապես պաշտամունքային վայրեր են։ Դեպի մեր ուղևորության հաջորդ Բրուն գյուղը
Սիսյան-Գորիս ավտոճանապարհի հարևանությամբ այդպիսի մի պաշտամունքային վայր էլ կա։ Տեղացիներն այն անվանում են Պորտակար։ Ստеп ճկնավորել է գսել, 40 օրը ճկնել է, էսի սրտավայրա, կարող է դու ուղտանես կես, կու ուղտըտ կատարվի, դև ենքան կնանիքին կայամ էիս հայ, թուրք, Պորտերնին կծմին էտ կարին դզմին, որպես սրպավայր իրանք չիվանդանան, երեխա ունենան, տենց էլի, կարող է և դու կեսս դե ուղտանես մի լապեն տիշկե։ Չկա տեղ, որովհետև մտնենք հիմա գյուղացներին հարցնենք իր հարևանությամբ գտնվող, իր բնակատեղի հարևանությամբ գտնվող այս հանդամասի, այն Սարայի, այն Լեռան, այն չգիտեմ Ժառի Բեկորի ելուստին, որը տարօրինակ ձև ունի եւ այլն, չնմանացնի Արցանի, չպատմի դրա մասին, դրան զորություն չտա եւ ասի, որ եթե գնում ենք այնտեղ, այստեղ առողջանում ենք եւ այլն։ Այդպիսի գյուղ բնակատեղի Հայաստանում չկա, այնպես ինչպես նաեւ Զորացկարերի հարևանությամբ։ Ցանկացած գյուղ գնանք, ես ձեզ ցույց տամ այդ գյուղի հարևանությամբ կամ այդ գյուղի բնակիչներին խոսացրեք, իրենք ցույց կտան նմանատիպ տասնյակ օրինակներ իրենց գյուղի հարևանությամբ։ Այսինքն այդտեղ որևէ արտառոց բան չկա։ Այդ արտառոցությունը տարածեք ամբողջ հայկական լեռնաշխարհի վրա։ Մենք հիմա գնում ենք Բրուն գյուղ, որովհետև ըստ այն վարկածի կողմնակիցների, ըստ որոնց Զորաց քարերը աստղադիտարան է նաև եւ սերտորեն կապված է, շահկապված է կարելի է ասել Կարապի կամ Անկղի համաստեղության հետ։ Բրուն գյուղը համապատասխանում է այդ համաստեղության պայծառությամբ երկրորդ Ալբիրեո աստղի դիրքի հետ եւ պետք է որ այդ գյուղում լինեն Զորաց քարերի նմանվող յուրահատուկ նշանակությամբ քարեր։ Բրուն վերիշեն գյուղերի 5 գերեզմանատունը 5-րդ դարի եկեղեցու բակում է։ Մեզ այստեղ հանդիպեց գյուղի տարեսներից մեկը։ Պարզվեց, տեղացիների համար անցքով քարերը բոլորովին էլ զարմանալի չեն։ Նույնիսկ պարզ դարձավ Ղոշունդաշ անվանման տեղացիների մեկնաբանությունը։ Քարերը հիմնականում դրսից են բերել, չէ, եզով բանով քաշել են բերել ստեղ։ Դե ստեղ էլ ասենք ձին կապելու համար իրենք այնքան քար են բերել, որ տապանակարել են սարքալ, եթե ուշադիր հին գյուղատեղը մեր նայեք կտեսնակ, որ ամեն բակում էլ էլի տենց տեղ կա, որ անցկա, որ անասունը կամ ձին կապալ են։ Էդ էլ դրա համար հոգևորականին ձիով են շարժվել ուղակի, որ եկալ են արդեն երգեղեցին, պիտի ձին դրսում կապեն, նոր մտնեն երգեղեցին։ Ղոշունդաշը մենք երբեմն ասում ենք գավուրի բյուներ, ասինքն անաստվածների տներ։ Այն ժամանակ մարդիկ բնակվել են այդ Ղոշունդաշում։ Ղոշունդաշ դա թորքի խոսք է, ասինքն միմյանց հենված քարեր, ղոչված քարեր։ Հիմա էլ կա այդ բաներից, մինչև հիմա պահպանվել են։ Երկար քարերը ընտրել են, մի կողմով ինչքան պետք է բնակվելու համար, երկու կողմով շարել են, ավելի երկարնին մի 2-3-4 մետրանոց քարերը վերևով շարել, նոր հողով ծածկել են, միջին բնակվել։ Հիմա դրա նմուշներից սա է սպասարին տակին հալակա։ Եթե դուք ասենք դարասկզբին անցյալ դարի 20-րդ դարի դարասկզբին պատտվեք Հայաստանում, շատ հին գերեզմանոցներ, դամբարանդաշտեր պատտվեք, այնտեղ կտեսնեք, որ դամբարանների վրա կան նաև դրված մեծ բարձր քարեր, 2-3 մետր բարձրությամբ եւ այլն, օրինակի համար Շամիրամ գյուղը ունենք Արագածոտնի մարզում, այնտեղ հազարավոր թաղումներ պարունակող դամբարանդաշտ կա եւ դեռևս Լալայանի օրոք, Լալայանը անգամ լուսանկարը ունի արված եւ այլն, դա մենիրների անտառ է եղել, այսինքն ամեն մի դամբարանի վրա կանգնեցված է եղել մինչև 3-4 մետր բարձրությամբ մենակ այդ քարերը, դրանց անվանում են մեգալիթյան կառույցներ, մենհիր են անվանում։ Զորաց քարերի դեպքում մենք չունենք այդպես դամբարանների վրա դրված, հստակ շարքով դրված է, բայց որ նրանք նույնական են չափերով, ձևերով եւ այլն, այն մենհիրներին, որ տարածված է ամբողջ Եվրասիայում, այդ ակնհայտ է։
Եթե մենք պեղենք այդտեղ գտնենք թե այդ ինչ մարդիկ էին որտեղ մի 30-40 այդպիսի թաղում կա, դա կարող է մեզ հուշել, ասենք, դինաստիական, հա, ինչ որ մի հարուստ։ Այդ խոսքս վերաբերվում է մինիմում Քրիստոսից առաջ 12-11-րդ դարերին, եթե ոչ ավելի վաղ ժամանակների թաղումներ չեն դրանք, այդ թաղման կառույցներ չեն դրանք։ Մենք գործ կունենանք ինչ որ մի, այսպես այդ ժամանակների դինաստիայի, տեղական դինաստիայի ներկայացուցիչների գերեզմանոցի հետ։ Այնտեղ եթե դուք պտտվեք կտեսնեք 3.5 մետր բարձրությամբ քարեր, որոնց վրա անցքեր կան, եւ 40 սանտիմետր բարձրությամբ կամ 35 սանտիմետր բարձրությամբ քարեր, որոնք ջարդված այդ խոշոր քարերի մասեր են, որոնք նույնպես դրված են այդ շարքերի մեջ, դրանց վրա նույնպես անցքեր կան։ Իմ պատկերացմամբ մենք գործ ունենք ամենայն հավանականությամբ ամրաշինական ինչ որ մի այսպես ասած սկզբունքի հետ, գուցե դրանք արմատուրայի դեր են կատարել, դրվել են եւ արանքներում պատեր են շարվել, որովհետեւ այդպիսի սկզբունք կա։ Հուշարձանի կենտրոնում կա գետնափոր կառույց, որը շատ նման է կրոմլեխի։ Դրա պատճառով ոմանք կարծում են, որ սա դամբարան է։ Նաև կարծիք կա, որ սա ծիսական տաճար է։ Եվ այդ տաճարը բացի կրոմլեխից շրջապատված է 40 մեծ քարերով, որոնք անցքեր չունեն։ Հետաքրքիր է, դա որևէ բան խորհրդանշում է։ Բոլոր ժամանակների բանական մարդը միշտ տարբերակել է մեռյալների աշխարհը, ողջերի աշխարհը եւ աստվածների աշխարհը։ Այդ երամաս դեզերտի ընկալումը բոլոր հասարակությունների մոտ բոլոր ժամանակներում կա։ Մարդկանց գիտակցության մեջ կա նաեւ հետեւյալը, որ այն ինչ մահանում է նորից ծնվում է։ Հատկապես երբ որ արդեն մարդը դարձավ երկրագործ եւ այլն, ինքը տեսնում էր հատիկը ցանեցողի մեջ, նորից այդ գարին կամ այդ ծորենը կամ այդ բույսը եւ այլն նորից հետ է ստանում եւ այլն։ Կապը մեռյալների աշխարհի եւ ողջերի աշխարհի, ինչպես նաեւ աստվածների աշխարհի միջև վերին յազենգել միշտ եղել է հատուկ արարողություններով եւ այլնով։ Հիմա այդ արարողությունները ամեն մի հասարակության մեջ կամ կոնկրետ ամեն մի համայնքի մեջ որևէ կերպ արտացոլվում են։ Դրանք արտացոլվում են նաեւ թաղման կառույցների ձևերում։ Կան ծածկասալեր են դնում եւ հատուկ անցքեր են թողում, որբիսի այդ հնարավորությունը մահացածին դուրս գա իրենց ողջերի աշխարհին ինչ պատճառներով, ասենք որ կարիք ունենա շփվելու կամ ընդհակառակը ողջերի աշխարհից ինչ որ լուրեր, ինչ որ բաներ գնան այդ հանդերձյալ աշխարհի եւ այլն, այդ ամբողջ ապահովում։ Այդ անցքերը, երբ որ գործ ունենք թաղման կառույցների վրա դրված ծածկասալերի անցքերի հետ, այդ նպատակների համար է արված։ Հակառակ դեպքում, եթե նա չապահովեցիր ծիսական այսինչ այնինչ գործողություններով կամ այսինչ բանաձևերով չաղոտեցիր եւ այլն, մահացածը չի գնա մեռյալների աշխարհ։ Կվերածվի ինչ որ մի մարդու, որը ողջերի մեռածների աշխարհի մեջ թափառում է եւ հոգին չի հանգստանում։ Դրա համար 40 օր կա, 7 օր կա, եւ պետք է տեղ հասնի։ Դրա համար հատուկ արարողություններ կան։ Մեր ոչ մտածա, եթե մարդը չգնաց մեռյալներով, վերածվում է գործնապշտ։ Այս քարերը ոմանք նմանեցնում են քարահունջի անցքերով քարերին, բայց ոչ մի կապ չունեն։ Սրանք ցուցաքարեր են, որ վկայում են Հայաստանով անցնող հնագույն ճանապարհների մասին, եւ պատահական չէ, որ այս քարը գտնվում է հենց քարավանատան հարևանությամբ։ Այսպիսով զորած քարեր կամ քարահունջ հուշարձանի մեծ ու փոքր քարերի վրայի անցքերի նշանակության մասին տեսակետները տրամագծորեն տարբեր են։ Ոմանք դրանք համարում են երկնային լուսատուները դիտելու աստղադիտակ անցքեր, ուրիշները դա բացատրում են պարան կապելու, ծանրություն քաշելու հանգամանք։ Իսկ եթե զորած քարեր հուշարձանի մեծադիր կոթողները երևելի մարդկանց մահարձաններ են, եթե հնագիտական արշավախմբերը ապացուցեն դա, ապա մենք կունենանք առնվազն Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով թվագրվող նեկրոպոլիս, մեռյալների քաղաք։ Համաձայնվեք, որ զորած քարերի նշանակության մասին 3 վարկածներն էլ առեղծվածային են։ Ձեզ հետ միասին ուղևորվում ենք Սյունիքի մարզ, Տաթևի վանական համալիր, բացահայտելու մի գողտրիկ եւ առանձնահատուկ հուշարձանի գավազանսյան առեղծվածը։
Մենք ձեզ հետ միասին կշրջենք այդ շքեղ համալիրում, կգիշերենք այդտեղ, եւ եթե մեր բախտը բանի, երկինքը լինի աստղազարդ, գուցե տեսնենք Գավազանցյան հրաշքը։